Այսօր այստեղ եք գտնվում եւ այցելելու եք Ծիծեռնակաբերդ, այնտեղ ծաղիկներ եք խոնարհելու, կխնդրեմ նախ օրվա խորհրդին անդրադառնաք, ինչ է այն մեզ հուշում, ինչ անելիք ունենք, քանի որ դուք Արցախի նախագահն եք եւ այդ ամենը Թուրքիայի փոքր եղբոր Ադրբեջանի կողմից մեկ դար անց կրկնվեց նաեւ Արցախում։ Մենք այսօր արցախցի պաշտոնյաների հետ գտնվում ենք այստեղ մեր հարգանքի տուրքը մատուցելու 110 հարած 10 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ցավոք սրտի ականատես ենք նաև ցեղասպան գործողությունների շարունակական տեղի են ունենում նաև ամբողջ աշխարհում, տարբեր երկրներում։ Մենք դրան ականատեսն ենք եւ Արցախի ժողովուրդը եւս զոհ է դարել նման գործողությունների։ Մենք իհարկե դա դատապարտում ենք եւ տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չունի հստակ մեխանիզմներ դրան կանխելու համար եւ ցավոք սրտի դա դեռ շարունակում է մինչեւ այսօր։ Պարոն նախագահ, այսօր նաև Բաքվում տեղի ունենալու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական դատավարությունը եւ այս ամենին ընդառաջ մենք երեք տեսանք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի ուղերձը, որ հղեց ընտանիքի միջոցով, նա նշեց, որ մենք լինելու ենք ապրիլի 24-ին հոգով մտքով լինելու ենք Ծիծեռնակաբերդում, ես հոգով մտքով լինելու եմ Ծիծեռնակաբերդում։ Սա մարդկային ինչ որակների մասին, ինչ արժանինքների մասին է խոսում։ Այդ մարդիկ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը այսօր գտնվում է Ադրբեջանում, իրենք դրսևորել են կամային բարձր հատկանիշներ եւ մնալով որպես կենդանի պատանդ ապահովել են խաղ բնակչության դուրսբերումը։ Իրենք հասկանալով են գնացել այս քայլին եւ իմ կարծիքով իրենք պատրաստ են դիմակայելու այս բոլոր գործողություններին, որ Ադրբեջանը իրենց դեմ կատարում է։ Մենք համարում ենք, որ այդ դատավարությունը որևիցե իրավական հիմքեր չունի, անշինծու է եւ այդ շոուն, որը ապահովում է Ադրբեջանը, անհրաժեշտ է իրենց ներքին ներքաղաքական հարցերը լուծելու համար։